Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես սիրով ուզում եմ տեղեկացնել, որ մարտի 26-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա գեղանկարիչ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի բնության փոխակերպում խորագրով անհատական ցուցահանդեսը։ Եվ այսօր մեր տաղավարում են Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը եւ արվեստաբան ցուցահանդեսի համադրող Աննա Գալստյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ։ Ինչ լավ է։ Բնության փոխակերպում ինչ տրամադրություն կա եւ նախապատրաստական աշխատանքներն արդյոք արդեն ավարտվել են եւ ամեն ինչ պատրաստ է։ Շնորհակալություն, համարյա ավարտված են, դեռ կազմակերպչական գործեր կան անելու, ինչու բնության փոխակերպում, որովհետեւ երկար տարիներ բնության մեջ աշխատել եմ, բայց միշտ ինչ որ մի բան չի հերիքել եւ պարզապես արտանկարել չէի սիրում ու ուզում էի գտնել գաղտնիքը, բնության գաղտնիքը, թե ինչ է թաքնված, ինչ կարող եմ իմ տեսանկյունից ուրեմն ցուցադրել եւ այս շարքը, որը իրականացրել եմ, կարելի ասել 2 տարում, բայց 2 տարի չեմ նկարել, այլ ընդհատումներով եմ նկարել եւ վերջի շրջանի ինտենսիվ արդեն ամբողջովին իմ պատկերացումն է, իմ հեքիաթն է, իմ մեջով անցած հույզերն են, կտավներին ուրեմն պատկերված, գույներ, կարծում եմ ջերմ մթնոլորտ է լինելու եւ այն ինչ ես զգացել եմ եւ ցանկացել եմ արվեստասեր հասարակությանը փոխանցել, արդեն արվեստասեր հասարակությունը կտեսնենք։ Ստանալու է թե ոչ։ Նշեցիք, որ բնության մեջ երկար տարիներ աշխատել եք, ինձ հետաքրքրեց ինչ աշխատանք է, ինչ կապ կա ձեր եւ բնության մեջ։ Նկարել գաղտնիք չէ, ուրեմն շորժայում Սևանի ափին Հայաստանի նկարիչների միությունը ունի ստեղծագործական տուն եւ այնտեղ ամեն տարի նկարիչներով գնում, աշխատում ենք, հանգստանում ենք եւ շատ գեղեցիկ բնություն է եւ այդ բնության մեջ կարելի ասել ամեն տարին ապրում ես, ստեղծագործում ես եւ մեծ մասը այնտեղից է վերցրած։ Ցուցահանդեսը կլինի 1 օր։ Ոչ։ Մարտի 26-ին կմեկնարկի։ 26-ին 17:00 բացումն է լինելու ցուցահանդեսի եւ կտևի մինչեւ ապրիլի 4-ը։ Ահա, հրաշալի։ Աննա, բոլոր նկարները նայել եք։ Գրեթե բոլորը։ Ամեն ինչ տեղում է, պատրաստ է։ Տեղում է, նույնիսկ շատ նկարներ չեն ցուցադրվելու ցավոք, բայց ընդհանուր տպավորությունը կարծում եմ դիտողը կստանա։ Իսկ ընտրությունը հեշտ է լինում, երբ որ շատ են նկարները, բայց պիտի ընտրես որոշակի քանակ։ Ոնց է սա արվում։ Համադրողին ինձ թվում է ավելի հեշտ է լինում, իսկ հեղինակին ոչ, որովհետև յուրաքանչյուր նկար մի պատմություն ունի քեզ հետ եւ շատ դժվար է այս մեկը դնել չդնել, բայց ես այդ առումով շատ սառն եմ դատում եւ գտնում եմ, որ համադրողի գործը շատ կարեւոր է եւ պետք է դու քո գործ աշխատանքն անես, իսկ համադրողը իր աշխատանքը, որպեսզի արդյունքը լինի լավ։ Համադրողը լինելով արվեստաբան, միաժամանակ պիտի նաև դառնա արվեստագետի ընկերը։ Ահա։ Գտնեն ընդհանուր հետաքրքրություններ, արժեքներ, այդ տեսակետից կարծում եմ ցուցահանդեսը լրիվ կիրագործվի։ Իսկ հեշտ ընտրեցիք այն նկարները, որոնք պիտի կախվեն։ Մի փոքր գաղտնիք բացեմ, մեր սիրելի Սուրենը արդեն պատրաստել էր այն, ինչ պիտի ցուցադրվի եւ ինձ շատ քիչ գործեր մնացել այդ առումով։ Ես լիովին համաձայն էի այն ամեն ինչի հետ, ինչ որ ինքը արդեն պատրաստել էր։ Ընդհանուր մտածողություններ եւ 0 բախում։ Քանի նկար եք առանձնացրել։ 50 աշխատանք է ցուցադրվելու։ Դա քիչ է։ Դա մի մասն է։ Վաու, իսկ նկարները ցուցադրման ընթացքում վաճառվում են, թե եթե ցանկացողներ լինեն։ Իսկ հետ եք բաժանվում։ Այո, կան ճիշտ է աշխատանքներ, որ շատ սիրում եմ, շատ հոգեարազատ են, դրանք պահում եմ, բայց այո, իհարկե պետք է նկարիչը վաճառվի, պետք է ուրեմն աշխատանքները գնան մարդկանց տներ, որպեսզի ապրեն, ինչպես երեխան, մեծանում է եւ արդեն դուրս է գալիս։
Նկարչի համար գույներն են շատ կարևոր կարծում եմ։ Ձեզ մոտ ինչպես է, դուք հենց բնությունը արտանկարում եք, ինչ գույն տեսնում եք, թե իմպրովիզները ձեր կողմից են գույների առումով գալիս։ Այս շարքը ամբողջովին գույն է եւ կարելի ասել դեպի абստրակտ ոճն է, որովհետեւ այդ ոճի մեջ իմ կարծիքով կարողացել եմ իմ զգացածը արդեն արտահայտել։ Աննա, շատ դժվար է, հա, երբ որ նկարչին, ով արդեն կայացած է, ով արդեն ունի իր պատմությունը, ինչ որ քննադատություններ ասել, բայց առողջ քննադատությունը միշտ էլ հարկավոր է եւ տեղին է։ Ինձ հետաքրքիր է, այլ լինում է, որ նայեք նկարները, Սուրենի նկարներից եւ ինչ որ բան ցանկանաք Չգիտեմ, ոչ թե վատ քննադատությամբ, այլ պարզապես թեկուզ արվեստաբանի խորհուրդ, թեկուզ արվեստաբանի դիտողություն կամ դիտարկում անեք, արդյոք դա հեշտ է տրվում, առավել եւս երբ որ նաեւ ընկերներ են։ Բարդ տեղին հարց էր, բայց ես որպես արվեստաբան աշխատում եմ չմիջամտել այդ գործունեության մեջ, ուրիշ բան, եթե դա համատեղ աշխատանք է լինելու, այդ դեպքում երկուստեք կարծիքները անհրաժեշտ են լսել եւ հաշվի առնել, բայց այս դեպքում ոչ։ Ես կամ գնահատում եմ ընդհանուր ստեղծագործության որակը եւ փորձում եմ իմ գաղափարներով, իմ մտքերով լրացնել ցուցահանդեսը, կամ էլ թե ընդհանրապես չեմ զբաղվում այդ գործով։ Ասեմ մենք փորձ ունենք համատեղ տարբեր ցուցահանդեսներ իրականացրել ենք եւ իմ վերջի ցուցահանդեսը 2018 թվականին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում երբ կազմակերպեցին, կոչվում էր Ստվերներ, նույնպես Աննա Գալստյանն էր արվեստաբան համադրողը, այդ իսկ պատճառով մենք չունենք այդ խնդիրը։ Վաղուց արդեն լեզու են գտել այդ արվեստի դաշտում։ Բնության մեջ մարդը լրացում է, թե խանգարում է, ոնց եք կարծում։ Միանշանակ լրացում է, բայց շատ հաճախ մենք տեսնում ենք, թե ինչպես է խանգարում բնության ընթացքին եւ հնարավորինս կարծում եմ պետք է մենք եթե չեն կարող օգտակար լինել, գոնե չխանգարենք։ Այսօր մարդը շատ է հեռացել բնությունից, որովհետև աշխարհում տիրող իրավիճակը, ներկայիս պատմական իրավիճակը, որ տիրում է, հա, մի փոքր մեզ կտրել է այս ամեն ինչից, որովհետև բերել է մեկ այլ դաշտ։ Ամեն ձև արվեստագետը փորձում է մարդուն հետ բերել դեպի բնության ներդաշնակություն։ Ինչու վերցեցիք այդ առաքելությունը Սուրեն եւ արդյոք այս 2 տարիների ընթացքում չեղավ պահ, երբ որ ասացիք, դե լավ, այսքանը բավական է, անցնեմ արդեն ուրիշ թեմայի հետ կապված, այլ ուղղակի 2 տարի աշխատեցիք բոլոր նկարների վրա։ Պետք է նշեմ, որ ամբողջ իմ ստեղծագործական կյանքը, որ ունեցել եմ, ես բնությանը միշտ մոտ եմ եղել եւ միշտ գնացել եմ բնություն նկարելու, աշխատելու, պարզապես նստել, նայելու, հագենալու, որպեսզի արվեստանոցում արդեն սկսես աշխատել կտավի վրա, ինչ շարք էլ որ անեմ, ինչ մտահղացումներ էլ որ լինի, մեկ է, բնությունը միշտ պետք է լինի եւ իմ արվեստի մեջ եւ ես ամեն պահ փորձում եմ գտնել, ճիշտ է, այս վերջի շրջանը շատ զբաղված ենք եւ չեմ կարողանում շատ հաճախ գնալ բնության գիրք, բայց ամեն պահ գտնում եմ, որպեսզի գնամ ներդաշնակությունը վայելելու։ Իսկ եթե Սևանի ձեր նշած հատվածը չլինի, Հայաստանի մեջ որ հատվածն է հատկապես, որ բնությունը շատ հոգեհարազատ է եւ էլի ստեղծագործելու համար մեծ ոգեշնչում կարող է լինել։ Վայ, շատ են այդ հատվածները, Ջերմուկ, Եղեգնաձոր, Շամշադին, Իջևան, Դիլիջան, շատ տարբեր են իմ նշած ուրեմն վայրերը եւ ամեն տեղ դու կարողանում ես գտնել այդ հեքիաթը։ Իսկ եղանակ սիրելի կա բնության համար, թե 4 եղանակներն նույնքան սիրելի են։ Նույնքան սիրելի է, ճիշտ է, ձմեռը այդքան էլ չեմ սիրում, որովհետեւ ցուրտ է եւ չես կարող շատ երկար կանգնել նկարել, բայց իհարկե բոլոր եղանակներն էլ հրաշք են, ինձ շատ հոգեհարազատ է ամառը։ Ես մտածում եի ասեք աշունը, որովհետեւ բնության գույները մի քիչ։ Ես եմ ամառը շատ սիրում։ Աննա, նկարիչը ունի իր պատկերացում ամեն նկարի հետ կապված, ամեն գույնի, ամեն դետալի, բայց դիտողը արդեն նկարները վերցնում է այն ամենը, ինչը անցնում է իր հոգու միջով։ Դուք որպես արվեստաբան եւ որպես ուղակի հա դիտող այդ պահին ինչ եք կարծում, ինչ է տանելու իր հետ այն այցելում, որը գալու է 26-ից 4-ը ու տեսնելու այս նկարները։ Ահագին ջերմություն, գույնի հրավառություն, տաքություն եւ ամենակարևորը մարդասիրություն,
Սուրենի բոլոր շրջանները եւ հատկապես այս վերջին շրջանը լի է սիրով դեպի մարդը եւ դեպի բնության եւ մարդու միաձուլումը ու կապը, ինչով է հետաքրքրական այս ցուցահանդեսը հատկապես Սուրենի ստեղծագործության համար, այն առումով, որ ինքը կամաց բնությունը փոխակերպեց դեպի աբստրակտ արվեստի աշխարհ, աբստրակտ իր էմբլեմի տեսանկյունից, իր արտաքին տեսքի տեսանկյունից եւ նաեւ ընդհանուր տպավորության տեսանկյունից աբստրակտ արվեստին ինքը հասել է ոչ մի անգամից, սա էլ առիթ է մտածելու համար, թե ընդհանրապես արվեստագետը իրավունք ունի համապատրաստից սկսել աբստրակտ նկարել, թե դա պիտի լինի աստիճանաբար ռեալիզմից դեպի աբստրակտ աշխարհ, կոնկրետ Սուրենի համար դա եղել է աստիճանական եւ հասուն շրջան, այսինքն գիտակցաբար է ինքը մոտեցել դրան, աբստրակտ նշանակում է իհարկե հեռու ռեալիզմից, եթե այդպես ընդհանուր, հա, ավելի պարզ բառերով բացատրենք, բայց ըստ իս իր մոտ բնությունը ներսից դուրս է մեզ շուռ եկել եւ այդ պատճառով արտաքինից մենք կարող է չնմանացնենք միանգամից կոնկրետ պատկերը տերևին կամ խոտին կամ ծառին, բայց դա միայն ներքին աչքով եւ ներհայեցողաբար դիտարկելով բնությունն է այդ պատկերը ընդհանուր մեզ բացվել Իհարկե շատ կարելի է խոսել աբստրակտ արվեստի մասին, ովքեր են հասնում աբստրակտ արվեստին, արդյոք բոլորն են բնությունից դուրս գալով հասնում աբստրակտին, թե հակառակը բնությունից հեռանալով, այդ երկու ուղղություններն էլ կան աբստրակտ արվեստի պատմության մեջ, բայց կոնկրետ այս դեպքում Սուրենի համար բնության այդ ներհայեցողական դիտանկյունն է եւ ուսումնասիրությունն է, որ հասցրել է իրան ավելի աբստրահված, ավելի ընդհանրական, ավելի դեկորատիվ մոտեցմանը Այդ պատճառով էլ այդքան շատ է գույնը, այդքան շատ է լույսը եւ ջերմությունը։ Մի քիչ առաջ եմ ուզում գնամ ստվերներ, բնության փոխակերպում, հաջորդ ցուցահանդեսի համար մտքեր կամ գոնե վերնագիր մոտավոր կա։ Մտքեր կան, վերնագիր դեռ չկա։ Մտքեր կան, թե ինչ ձևով պետք է շարունակեմ, բայց ինձ մոտ անհատական ցուցահանդեսից հետո շատ դժվար է լինում շարունակությունը եւ մի պահ դադար եմ ունենում, այնուհետև սկսում եմ աշխատել նորից եւ ձեր խոսքը լրացնելով ուզում եմ ասել, որ այդ դուք ասեցիք ինչ է տանելու դիտորդը, այդ իսկ պատճառով մենք որոշել ենք, որ չեն լինելու պիտակներ եւ անվանումները չեն լինելու, այլ թողում ենք դիտորդի վրա, ճիշտ է, բոլոր աշխատանքները ունեն անվանումներ, բայց ես չէի ցանկանում, որպեսզի մարդը գա եւ պարտադրվի կամ ուղղորդվի, այլ ինքը վերցնի իր բնության մի մասնիկը։ Աստված ասել եք ինչ են տանելու դիտողները, նկարները։ Բոլոր նկարները նվիրվելու են։ Համեցեք։ Շատ լավ։ Ովքեր են դիտում առաջինը ձեր նկարները։ Առաջինը ում եք վստահում այդ պատասխանատու գործը, ով նույնպես արվեստաբան է, Լիանա Խաչատրյան, ով առաջի դիտորդն է, առաջի քննադատողը, առաջի խորհուրդ տվողը եւ ես իր կարծիքը շատ եմ գնահատում։ Սուրեն եւ մի քիչ վերադառնանք նկարիչների միություն, ինչ է այսօր կատարվում նկարիչների միությունում, ես գիտեմ որ շատ ակտիվ այնտեղ երակը աշխատում է, ինչ նորություններ կան, ինչ է սպասվում, արդյոք երիտասարդ նկարիչների հետաքրքրվածությունը դեպի արվեստ մոտեցրել է արվեստին, թե մի քիչ հեռացրել է այլ գծերով նկարչության։ Ոչ միտեղ չեն հեռացել մեր երիտասարդները, մենք ուրեմն այս տարի ապրիլի 1-ից սկսեցինք տարբեր ուրեմն ցուցահանդեսներով նկարիչների միության գործունեությունը եւ մարտի 1-ին Գարնան առաջին օրը ավանդույթի համաձայն բացվեց ուրեմն Գարնանային սալոն խմբակային ցուցահանդեսը, այնուհետև դեկորատիվ կիրառական արվեստի ուրեմն ցուցահանդես Այս բոլորը խմբակային ցուցահանդեսներ են, ուրեմն թատրոն, կինո, հեռուստատեսություն, որը օրերս ավարտվեց, Էստամպ 2025-ը, որին մասնակցում էին, կարող եմ ասել, մեծամասնությունը երիտասարդություն, ուսանողներ, շատ հետաքրքիր ցուցահանդես էր։
Հիանալի, մենք եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մարտի 26-ից մինչև ապրիլի 4-ը նկարիչների միությունում բնության փոխակերպում է սպասում յուրաքանչյուրիս, այնպես որ գտեք ժամանակ, այցելեք այնտեղ եւ վայելեք այն հրաշքները, գույների առատությունը, որը նկարչի աչքերով եւ վրձնի շնորհիվ այսօր հասանել է յուրաքանչյուրիս, այնպես որ շնորհակալություն ձեզ։ Ուզում եմ, որ այս գինին, որ հիմա կնվիրեմ, Իջևանի Սափոր ռոզեն է, բացեք հենց այդ օրը, արդեն երբ որ ցուցահանդեսի պրեմիերան արվի եւ իհարկե ընկերների հետ միասին նշեք այդ կարևոր իրադարձությունը սա ձեզ։ Սիրով շնորհակալ եմ։ Եվ իհարկե Աննա, լինելով արվեստաբան, նաև համոզված եմ, որ շատ արվեստային շնչով գեղեցիկ ու համեղ ուտեստներ եք պատրաստում։ Տրամոնտինան բրազիլիական բրենդ է, որը ներկայացնում է խոհանոցային պարագաներ, մի փոքրիկ դետալ խոհանոցային պարագա, որը կթեթևացնի ձեր հոգսը։ Առանձնահատկությունը նրանում է, որ հատուկ ծածկույթ ունեն եւ իրենց վրա թունավոր բակտերիաներ չեն հավաքում։ Սա նաև ձեզ շնորհակալություն եւ մաղթենք հաջողություն։ Ես անպայման այո, գալու եմ, որպեսզի վայելեմ այդ նկարները, համոզված եմ ամեն ինչ հիանալի է։ Շնորհակալ։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։